Հայաստանում գնաճը կազմել է 3.7%, տարեկան օգոստոսին գրանցված 3.6%-ի համեմատ։ Սննդամթերքի գների աճը սեպտեմբերին արագացել է մինչև 5.8%, տարեկան, նախորդ ամսվա 4.9%-ի համեմատ, ինչը պայմանավորված է միջազգային սննդամթերքի գների փոփոխություններով։ Միևնույն ժամանակ գնաճը դանդաղել է ծառայությունների ոլորտում եւ ոչ պարենային ապրանքների հատվածում։ Տվյալները հայտնում էր Եվրասիական զարգացման բանկը։ 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողների մոտ արձանագրել է աշխատողիչ ձևակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել է 34 միլիոն դրամ տուգանք, իսկ 24 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել է շուրջ 128.2 միլիոն դրամ տուգանք։ 2023-ից 2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք եւ 2 տրանսպորտային միջոց։ Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման եւ վարձակալության գործընթացները։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միացել է բնության պահպանության միջազգային միությանը, դառնալով պետական մակարդակով անդամ։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նշելով. «Մեր կանաչ անցման գործընթացում մենք պարտավորվել ենք մինչև 2030 թվականը վերականգնել մեր անտառապատ տարածքները մինչև 12.9%, ամրապնդել վտանգված տեսակների պաշտպանությունը եւ նվազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային համակարգերի վրա, մասնավորապես Սևանա լճի»։ Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է 2026 թվականի ռազմական ծախսերը, այն կազմել է ավելի քան $900 միլիարդ։ Հոկտեմբերի 1-ին օրինագիծը Պենտագոնի կողմից հաստատվել էր $925 միլիարդ, 77 օրենսդիր կողմ է քվեարկել օրինագծին, իսկ 20-ը դեմ։ Ամերիկյան իշխանությունները սահմանափակել են արտահանումը մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք տեղակայված են Չինաստանում, Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Վաշինգտոնի կարծիքով այդ ընկերությունների գործունեությունը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։ Ընդհանուր առմամբ սահմանափակումները վերաբերում են 26 ընկերության, որոնց մեծ մասը չինական են։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընկերությունների գործողությունները ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի նախարարության հակասում են նահանգների ազգային անվտանգությանը կամ երկրի արտաքին քաղաքական շահերին։ Սաուդյան Արաբիան սկսել է բանակցություններ մինչև $10 միլիարդ արժողությամբ վարկներ գրավելու համար, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը բանակցում է մի շարք խոշոր բանկերի հետ։ Երկիրը հիմնականում միջոցներ է ներգրավում պարտատոմսերի թողարկման միջոցով։ Վրաստանում օտարերկրյա աշխատողների համար նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտից։ Այն աշխատանքային միգրանտները, որոնք աշխատում են Վրաստանի տարածքում, պետք է ունենան աշխատանքի թույլտվություն, տրված աշխատանքի նախարարության կողմից, ինչպես նաև բնակության թույլտվություն։ Այն օտարերկրացիները, որոնք իրենց աշխատանքը իրականացնում են ամբողջությամբ հեռավար եւ որոնց գործունեությունը չի պահանջում Վրաստանի տարածք մուտք գործելը, պարտավոր են ունենալ միայն աշխատանքի թույլտվություն։ Կառավարության մակարդակով խրախուսվում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորումն ու հեծանիվի որպես այլընտրանքային փոխադրամիջոցի կիրառումը։ Գործադիրը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Եթե բուհերում եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատություններում սովորողներն ու աշխատողները ապառիկ տարբերակով հեծանիվ ձեռք բերեն, ապա տոկոսադրույքների մարումը կիրականացվի պետբյուջեի հաշվին։ Զուգահեռ առաջարկել ենք, որպեսզի ուսումնական հաստատությունները լրացուցիչ խրախուսման մեթոդներ կիրառեն, թե աշխատակիցների, թե այն սովորողների
հանդեպ, ովքեր հետաքրքրված կլինեն սույն ծրագրով։ Եվրամիության շատ երկրներում հեծանիվով երթևեկելը սովորական երևույթ է, մինչդեռ մեր երկրում անգամ կարճ տարածության դեպքում մարդիկ նախընտրում են մեքենայով երթևեկել։ Նախագծի նպատակներից է նաև խցանումների հնարավորինս կրճատումը, մանավանդ առավոտյան ժամերին, երբ ուսանողներն ու կրթական հաստատությունների աշխատակիցները շտապում են դասերին։ Ուսումնական հաստատություններին առաջարկվել է մոնիթորինգի որոշակի մեխանիզմներ մշակել, որովհետև խնդիրը միայն հեծանիվները գնելը չէ, այդ հեծանիվներով երթևեկելն է, եւ հետեւաբար կարեւոր է օրինակ ուսումնական հաստատությունների տարածքում հեծանիվների կայանման հնարավորություններ ստեղծելը, մոնիթորինգի որոշակի մեխանիզմներ ներդնելը, որոնք մեզ վստահություն կներշնչեն, որ ձեռքբերված հեծանիվները օգտագործում են ուսումնական հաստատություն այցելելու նպատակով։ Ծրագրի շրջանակում հեծանիվ ձեռք բերողները կարող են ընտրել ցանկացած արժեքի հեծանիվ, ցանկացած խանութից։ Այս առումով սահմանափակումներ չկան։ Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 173,304.8 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.2%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն ալյուրի արտադրությունը աճել է 7%-ով եւ կազմել 95,447.9 տոննա։ Ծավալեղենի արտադրությունն էլ աճել է 39.7%-ով եւ կազմել 1766.3 տոննա։